Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Կարապետյան, դուք վստահ եք ձեր հաղթանակում, բայց ես վերջին սոցհարցման տվյալները ներկայացնեմ, քիչ առաջ է հրապարակվել, իշխանությունը 28.8%, Ուժեղ Հայաստանը 14.9%, Հայաստանը 12.1%, ԲՀԿ-ն 8.7%, Միասնության թևերը 5.8%։ Ձեր գնահատականը, ձեր մեկնաբանությունը, Նորից, եթե կարելի առաջի թվերը չլսեցի։ իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը 28.8%, Ուժեղ Հայաստանը 14.9%, Հայաստանը 12.1%, ԲՀԿ-ն 8.7%, Միասնության թևերը 5.8%։ Գելափն է հրապարակել։ Չի համապատասխանում ձեր ներքին արված սոցհարցումներին։ Թող բարով վայելեն։ Առավել եւս Գելապը թող բարով վայելի իրենց հարցումները։ Մենք ունենք ճշգրիտ հարցումներ, մենք տեսում ենք ճշգրիտ տվյալներ, մենք ունենք աշխատանքային մեր տվյալները, որը ոչ մի կտրուկ տարբերակ։ Որպեսզի այսպիսի տվյալներ չհրապարակենք, մեր գործընկերներին կնեղացնենք։ Մենք ամեն 15 օրը հարցում ենք անում եւ ունենք ճշգրիտ տվյալներ։ Դա ոչ մի հարցում ճշգրիտ չի լինում, բայց մենք դա հասցրել ենք մաքսիմում ճշգրտության։ Մեր տվյալները ոչ մեկ հետևից չի գրում։ Ինչ ստանում ենք, դա ստանում ենք։ Մեր ներքին օգտագործման փաստաթղթերն են, ինչը որ դրա հիման վրա մենք ամեն ինչ տեսնում ենք, մեր ուժեղ կողմերը, մեր թույլ կողմերը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ինչը ուժեղացնենք, ինչի վրա ուշադրություն չպետք է դարձնենք, դա դրա համար է, ոչ թե կուսակցություններին, ինչպես իրենք անում են, դա տեխնոլոգիա է։ Անիմաստ գրգռեն կուսակցություններին, հանեն իրար դեմ։ Թաթոյանն էլ են անցկացնել։ Դե իրանց համար այդտեղ ամենակարևորը Թաթոյանին անցկացնելն է։ Դուք նշեցիք, պարբերաբար այդ մասին եք խոսում, ուժեղ բանակ ունենալու մասին։ Իշխանությունը մայիսի 28-ին զորահանդես կամ իրենք ասում են հաշվետվություն է ներկայացնելու եւ Փաշինյանը մի քանի օր է խոսում է, որ լիովին նոր բանակ է լինելու, նոր սպառազինություն։ Դրանից ուժեղ բանակ եք ստեղծելու։ Դե տեսնենք ինչ են ցույց տալու։ Ես վստահ եմ, որ Փաշինյանը իր մանկական ռագատկեն հաստատ այդտեղ ցույց կտա։ Հետո հետևություններ կանենք, ես վստահ եմ մեր ստեղծած բանակի մեջ, մենք զարգացնելու ենք նոր տեխնոլոգիաներով բանակ, նոր մոտեցումներով բանակ, ես արդեն մի քիչ ասեցի ինչ ենք մտածում, և մենք դրա անելու հնարավորությունը ունենք, իրենք դրա հնարավորությունը չունեն, իրենք առնում են, ինչ իրենց ծախում են, պետք է, պետք չի, գումար ծախսեն, իրենց մի չէի ասել, ավելի ճիշտ կասեի, ինչ անեն, հետո բերեն մի քանի հատ, տեսակ տեսնենք, մինչև չտեսնենք չեմ կարող գնահատական տալ։ Եվ պարոն Կարապետյան, քանի որ դուք նշեցիք, որ տնտեսական հարցերում ոչ մեկի խորհրդի կարիքը չունեք, խնդրում եմ բացատրեք։ Ձեր տնտեսական ծրագրերը բավականին ճոխ են եւ թվերը բավականին այսպես հարուստ են, որը պահանջում է հստակ բյուջե։ Ձեր կարծիքով Հայաստանի պետբյուջեն արդյոք կարող է այդ ծանրաբեռնվածության տակից դուրս գալ, թե այստեղ դուք ներգրավելու եք նաեւ ձեր անձնական ֆինանսական միջոցները։ Նայեք, եթե հիմա ես ձեր հարցին ուղիղ պատասխանեմ, դա կլինի ընտրակաշառք։ Դրա համար մենք ասում ենք, մենք լինելու ենք կառավարություն, ով պետության համար փող է աշխատելու, առաջ երթին դա է լինելու։ Դուք պատկերացնում եք, եթե մենք ստեղծենք 300,000 աշխատատեղ, դա բյուջեն ինչքան է զարգացնելու։ Իսկ եթե մենք դա չենք անելու, մենք միշտ կախված ենք լինելու Փաշինյանի մշակած բյուջեի հետ, պարկ վերցնենք
ապրենք։ Մեր երեխաները մի օր կմտածեն դրա մասին։ Դրա համար մենք փոխելու ենք, դա մի օրում չի լինելու, դրա համար տարիներ են պետք, բայց մենք փորձելու ենք քիչ տարիներ օգտագործենք դրա համար։ Փոխելու ենք բյուջեի ձևավորելու մեթոդները։ Մենք աշխատելու ենք, պետությունը աշխատելու է, բիզնեսմենները աշխատելու են այդ գումարները, ճիշտ հարկեր են վճարելու, բիզնեսմենը հանգիստ ապրելու է, ոչ մեկի վրա քրեական գործեր, որի համար իրենց ընտանիքներն են պատասխանատվության ենթարկվելու չի լինելու։ Մինչև մենք չստեղծենք բիզնեսմենների և սփյուռքի վստահությունը մեր երկրի նկատմամբ, մենք չենք ունենալու պետություն։ Պետությունը պետք է ամեն օր մտածի փող աշխատելու մասին, ոչ թե պարտքը վերցնի, տանի մի հատ ասֆալտ փռի և ամեն օր թմբկահարի, որ մենք ասֆալտ ենք փռել։ Հələ մի հատ նայենք ում փողերով եք փռել։ Հիմա դուք էլ Նարեկից փող խնդրեք, կտա, կգնաք ձեր հայատումի ինչ ուզեք կանեք։ Բայց հետո Նարեկը կարող է մի օր ջղայնանա, չստանա իր փողը։ Այսինքն ինչ ենք մենք ձևավորել տնտեսություն, որն է մեր տնտեսությունը, քերել բիզնեսմեններին, վախեցնելով ամբողջ փողը քերել հանել, դուք մի հատ բիզնեսմեն կարող եք ցույց տալ, ում վրա տասնյակ քրեական գործեր չլինի։ Մեր երկրի, որ ուզում եք իմանաք հիմա, ամենավտանգավորը դա է, որ բացարձակ վստահություն չկա պետության նկատմամբ, պետության հետ համագործակցելու նկատմամբ։ Նորից եմ ասում, բիզնեսմենները առավոտից իրիկուն զբաղված են քննիչների կաբինետներից տեղափոխում են դատարաններ, դատարաններից քննիչների կաբինետներ, այս մարդիկ էլ ոնց ազատեն իրենց ուղեղները, որ մտածեն ինչ բիզնես տնեն, ինչ զարգացնեն, մենք առաջ հերթին դա ենք անելու։ Բիզնեսմենները լինելու են մեր ամենալավ գործընկերները, բոլորը ազատ են լինելու, ազատվելու են այս ապօրինություններից, միանգամից։ Մենք չենք կարող կառուցել երկիր, որտեղ բիզնեսմենը այսքան վախեցած է։ Դուք չեք տեսնում, մի հատ բիզնեսմեն տեսնում եք, որ հրոշակը վերցրեց, մտավ պայքարի մեջ։ Ես նույնիսկ այնքան բիզնեսմենները, չէ, ինչքան մշակույթի գործիչները։ Այս ինչ վիճակ է։ Սա պետությունն է, որ բոլորը վախենում են։ Մենք երկիչներ չենք կարում այս քաղաքներում միտինգները, որ անում ենք, չենք կարում երկիչի հետ պայմանավորվենք։ Հիմա ամերիկաներից, որտեղից ասես երկիչներ ենք ման գալիս, գումարները երևի 10 անգամ բարձրացնելով բերում ենք, որ գան, դե գիտեք, միտինգների վերջում մի քիչ պետքա ժողովրդին ուրախացնել։ Չկան, փախել են, կորել են։ Հետո կգան, կսկսեն հարսանիքներում տաշի տուշի անել, բայց սա ճիշտ չի, իրենք պետք է լինեն լոկոմոտիվը պայքարի, իրենք պետք է մեզ առաջնորդեն, ոչ թե նստեն, քննադատեն ընդդիմությունը էսա լավ անում, էսա վատ անում, ոչ մեկի ասածն էլ հաշիվ չի, ով մտավ պայքար, միայն նրա ասածն է հաշիվ, թող ցույց տան, ոչ թե խոսեն, ցույց տան, առաջնորդեն, միգուցե իրենք իրոք լավ մտքեր ունեն, մենք կընդունենք, բայց այսօր քննադատելու ժամանակ չկա, մնացել է 15 օր ուղիղ դեպի ուժեղ Հայաստան։ Խոսքից հետո այդպես ծագեց, հա։ Ես անընդհատ կադրեր էի տեսնում, երբ որ դուք գալիս եք Հայաստան մինչև այս ամբողջ process-ները ձեր ձերբակալումը, թե ինչպես են օդանավակայանում ու Հայաստանում շատ հայտնի խոշոր բիզնեսմեններ, որոնց այսպես օլիգարխ են անվանում, հա, գալիս էին ձեզ դիմավորելու ու դուք անընդհատ, հա, մենակ մի հոգի չի, շատերն էին, այդ թվում նաև, եթե անունով Սամվել Ալեքսանյանը կարող եմ ասել, մյուսները եւ այլն։
Հիմա դուք քաղաքական պայքարի մեջ եք, այս մարդկանց հա, ներկայությունը կամ շունչը ձեր կողքը կարծես թե չի երևում։ Դուք ակնկալիք ունեք, որ այդ մարդիկ մի հոգու մասին չի խոսքը, միայն Սամվել Ալեքսանյանը չի, ձեզ աջակցել ունես ընտրությունների ժամանակ, թե ոչ։ Ես ակնկալիք չունեմ, քանի որ ես գիտեմ, բոլորը վախեցած են։ Իսկ բիզնեսմենների վախը բռնելը շատ հեշտ չի, քանի որ բիզնեսմենը ի տարբերություն որ ասի արվեստի գործիչներից, երգիչներից շատ մեծ կորցնելու բան ունեն։ Ես դա հասկանում եմ, դրա համար ես ոչ մեկի նույնիսկ չեմ էլ առաջարկել։ Ամեն մեկը իր խղճի դեմը պատասխան թող տա։ Մենք գնում ենք մեր ճանապարհով։ Կաջակցեն, չեն աջակցի, դա իրենց խնդիրն է, քանի որ ես գիտեմ իրենց խնդիրները։ Ես բոլոր բիզնեսմենների խնդիրները գիտեմ։ Բոլորին ու բիզնեսմեն կա, ում վրա ասում եմ 129 հատ էպիզոդ կա քրեական գործերի։ Եվ ոչ միայն բիզնեսմենն է դրա համար ուժվում, ամբողջ ընտանիքը, ծեր ծնողները, երեխաները, մեկին շուն կորցնում են, մյուսին ես չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում, ինչպես կարելի էր այս երկիրը հասցնել այս վիճակին, որ մարդիկ, նույնիսկ անկախ մարդիկ վախենում են։ Դրա համար կա հունիսի 7։ Բիզնեսմեններն էլ պետք է ազատվեն այս լծից, էսի լուծա դրած իրենց վզին։ Պետք է բոլորս այդ օրը, որ մտան այդ խցիկը, իրեն պետք է անեն ճիշտ ընտրություն, ամենաճիշտը, որ բոլորը գնան ընտրության, բոլորը, չնայեն ձեզ հարցազրույց տվողը այդ ճիշտ բանը ասեց։